Ինժեներական քաղաքը գիտեք, որ մի ծրագիր է, որը National Instruments-ի 15 կազմակերպությունների եւ կառավարության աջակցությամբ իրականացվում է։ Քաղաքը ոչ միայն ընդամենը տարածք է, դա նոր զարգացում է Հայաստանի բարձր տեխնոլոգիական կյանքում, դա հիմք կդնի եւ մեծ թափ կտա ճարտարագիտության զարգացման Հայաստանում։ Եվ նմանատիպ մրցույթով մենք ուզում ենք, որ քաղաքը նաեւ մի նոր մշակույթ բերի Հայաստան, թե ինչպես կարող են տեխնոլոգիական տարածքում, այսինքն որտեղ տեղակայված են մեծ քանակությամբ կազմակերպություններ, ոչ միայն աշխատել, ստեղծել եւ զարգանալ, այլ նաեւ ստեղծել մի նոր մշակույթ, որը պարունակի եւ կրթությունը, եւ հանգիստը, եւ տեխնոլոգիաները, որը ուսանելի կլինի նաեւ երիտասարդների համար։ Եվ շատ կարևոր է նմանատիպ մրցույթ անել, որ բովանդակությանը համապատասխանի նաեւ ձևը։ Մենք ուզում ենք սրանով տեսնել ինչպիսի գաղափարներ կան, սա զուտ գաղափարների մրցույթ է։ Դեռ շատ աշխատանք պետք է տարվի, որ նախագծերը բերվեն վերջնական տեսքին, որից հետո կսկսի շինարարությունը, որովհետև նախագծերի հիմնական իմաստը հասկանալ հայկական ճարտարապետությունը եւ համաշխարհային այսօրվա տեխնոլոգիական զարգացումները, տեխնոլոգիական քաղաքները, գիտեք, որ տարբեր մոդելներով են պատրաստվում, ինչպես կարող ենք Հայաստանում փոքր տարածքի վրա հետաքրքիր լուծում ստանալ։ Բացառված չէ, որ կլինեն նաեւ լուծումներ, որոնք ինտեգրեն մի քանի, այսինքն հեղինակի աշխատանք, որտեղ մի հեղինակի մոտ, ասենք, լավ է ստացվում ինկուբացիոն կենտրոնը, մյուսի մոտ տարածքի կանաչապատումը եւ այլն։ Դրա համար հիմնական սկզբունքը եղել է, որ այս ամենը զուտ գաղափարական է, այսինքն մրցույթ է, որի համար իրենք կստանան մրցանակ։ Հետագայում լավագույնների հետ, այսինքն մենք թիմ կպատրաստենք եւ կշարունակենք աշխատելը եւ կլինի նաեւ պրոֆեսիոնալ արդեն ընտրված կազմակերպություն, որը ամբողջ նախագիծը կբերի վերջնական տեսքի։